Բարև ձեզ թանկագին դիտորդներ, մենք նորից գտնվում ենք իմ շատ հարգելի բարեկամ պատմության դոկտոր Պետրոսյան Սարգիսյանի տանը, ինքը շատ սիրով հյուրընկալել է ինձ, չի մերժում, ես ինչի համար շատ շնորհակալ եմ։ Այսօր որոշել ենք խոսել, քանի որ արդեն Կումայրի են հին պատմենք բրոնզե դարից, եկանք հասանք 7-րդ դար, այդ եկեղեցու պեղումներին, բան ու տեղից մեր պատմությունը Գյումրվա հետ կապված սև բան է, հա, մինչև 1800 թվերը։ 1800-ից էլ կարելի է սկսել, որովհետև 1800-ական թվերը փաստորեն էական փոփոխություն մտցրեցին բնակավայրի պատմության մեջ։ Ամենից առաջ պետք է հիշել, որ 18-րդ դարում եւ նույնիսկ դրա նախորդած ժամանակներում տեղի ունեցած թուրք-պարսկական պատերազմների հետևանքով բնակավայրը, որը ժամանակ Գումրի էր կոչվում, ահագին տուժել էր։ Եթե ասենք 13-րդ դարում նա հայտնի էր որպես մեծ գյուղաքաղաք Կումիրի, ապա 18-րդ դարում նա արդեն վերածվել էր ընդամենը գյուղի։ 19-րդ դարի սկզբին նրա բնակչության թիվը մոտավորապես հաշվվում էր արդեն հարյուրներով։ 1800 թվին, էլի։ Հա։ Ես որ ասում եմ, որ այն էական տարբերությունը, որ ունեցավ բնակավայրը իր պատմության ընթացքում, կապված էր ռուսական առաջխաղացման հետ Կովկասում։ Ու հայտնի փաստ է 1801 թվականին Վրաստանը միացվեց ռուսական կայսրությանը եւ բնականաբար հերթը գալու էր Հայաստանին, որտեղ ռուսական առաջխաղացումը դեպի հարավ էր։ Եվ այդպես էլ եղավ 1804 թվականին դեռևս առանց պատերազմ հայտարարելու Վրաստանը միացրած ռուսական բանակը շարժվեց հարավ Հայաստանի ներկայիս Հայաստանի վիսային շրջաններ։ Այդ դրդապատճառը ի՞նչն էր այդ շարժվելու։ Ռուսական կայսրության ընդարձակումը եւ արևելք-արևմուտք գլխավոր ճանապարհները հսկողության տակ վերցնելու ցանկությունը։ Համել երևի թե քանի որ վրացական ինչ որ թակավորություններ արդեն միացել էին, չէ, ռուսական բանին, իրանք այդ հարավային սահմանը ապահովելու համար, չէ, այդ կարելի է նաև համարել, որ Ռուսաստանը իր շահերից ելնելով նաև պաշտպանության մասին էր մտածում, սահմանը ամրապնդելու մասին, բայց կարևոր է Ռուսաստանի համար այդ արևդրական ճանապարհներն իր հսկողության տակ վերցնելը։ հյուսիս-հարավ, Արևելքից արևմուտք, Չինաստանից, Հնդկաստանից դեպի Առաջավոր Ասիա եւ ընդեղից Եվրոպա տանող ճանապարհները։ այսինքն այսօր հեչ բան չի փոխվել, էլի նույն կռիվն է։ Ուրեմն բանը Վրաստանը ժամանակ միասնական չէր, եթե ասում ենք Վրաստանը միացավ 1801 թվականին Ռուսաստանին, խոսքը արևելյան Վրաստանի մասին է։ Արևմտյան Վրաստանը Թուրքիայի տիրապետության տակ էր։ Ու առանձին այդտեղ իշխանություններ էին։ Թակավոր։ Իսկ արևելյան Վրաստանը չնայած թակավորություն էր համարվում, բայց իրականում այդպես չէր։ Ռուսները այն թակավորություն հռչակեցին պարսկական ազդեցությունից դուրս բերելու համար։ Այս թակավորներ ունեին, չէ, վրա Իրակլի, Գյորգի։ Այդ թակավորները նախ պարտադիր կերպով պետք է շիա մահմեդականություն ընդունեին։ Եվ բացի դրանից նրանք թակավոր չէին, պարսկական պետական համակարգում նրանք վալիներ էին, վալի, այսինքն բանը փոխարկայի նման մոտավորապես այդպիսի կարգավիճակ։ Ռուսները նրանց թակավոր ճանաչեցին, որտեղ վրացիները նրանց թակավոր էին համարում,
հայերն էլ որպես մեր Բագրատունիների միջուղը նույնպես նրանց թակավոր էին համարում, բայց պարսիկների համար նրանք երբևէ թակավոր չեն եղել։ Դե հիմա առաջ է շարժում ռուսական բանակը առանց պարսիկներին Պարսկաստանին այն ժամանակ Իրան անունը դեռևս գործածական չէր հաշվի առնելու եւ գրավեցին մի շարք շրջաններ այդ թվում նաեւ հերթը եկավ Շիրակին Այն ժամանակ շուրագել, չէ։ Շորագյալ Հարևելյան շուրագյալ։ Շորագյալը ու բանը Շիրակն էլ այն ժամանակ երկու մասի էր բաժանված ինչպես ամբողջ հայկական տարածքը Ախուրյան գետից են կողմ թուրքերն էին տիրապետում, որը թուրքական շորագյալն էր, արևելյան Ախուրյան գետից էս կողմ պարսիկները, որը պարսկական շորագյալն։ Գյումրին էլ համարյա սահմանին է, էլի, այս պարսկական կողմից։ Մոտավորապես նույն սահմանն է, բացառությամբ մեր հյուսիսարևմտյան Հմիկվա Հայաստանի հյուսիսարևմտյան փոքր հատվածի, որը թուրքական սահմանի մեջ էր մտնում այն ժամանակ էլի խոսքը վերաբերում է Ախուրյան գետից արևմուտք ընկած այդ շրջաններին ուրեմն ռուսական զորամասը գեներալ-մայոր Տուչկովի հրամանատարությամբ 1804 թվականին մտավ Շիրակ Գյումրի ամրոցի մոտ հաղթանակ տարավ պարսիկների դեմ գրավեց նաև բնակավայրը եւ շարժվեց հարավ ավելի նոր շրջաններ յուրացնելու համար։ Ես կներեք բանը, ժողովուրդի Տուչկովը, այն Տուչկովն է պոետ Տուչկովը, չէ, ինքը իրանք մի քանի եղբայր էին Տուչկովները, Բարադինսկի դա ռուսական ազնվական Անի վայնայի միրի մեջ կա Տուչկովի մասին էլ, բայց այդ ուրիշ Տուչկով է, բայց էլի այդ բանից է, էլի իրանց ռոդից են, հա, в общем, այդ Տուչկովի հիշողությունների մեջ կա, որ ինքը ես եկա Գյումրին տեսա, հին ազիատական ամրոց կանտեղ, հա, ու այդ, հա, խնդրեմ, շարունակեք։ Ընդհանրապես ռուսների առաջխաղացումը դեպի հարավ ոչ միայն ձեռնդու չէր Իրանի համար, Պարսկաստանի համար, այլ նաև Թուրքիայի համար։ Ընդհանրապես թուրքերը Օսմանյան կայսրությունը միշտ աշխատում էր Պարսկաստանի համար ծանր վիճակում Պարսկաստանից նոր տարածքներ յուրացնել։ Ու քանի որ պարսիկները փաստորեն Շիրակը զիջել էին ոչ պաշտոնապես, բայց փաստորեն զիջել էին։ Դրա համար թուրքերը որոշեցին իրենք էլ որևէ բան պոկել։ Եվ 1807 թվականին թուրքական սկզբից 7000 էր, հետո թիվը հասավ նույնիսկ 10000-ի, նույնիսկ գերազանցեց 25000 մինչև 25000-ը հասնելով մայիսին նրանք 1807 մայիսի վերջին 25-ից հարձակումը սկսելուց ամենա ծայրահեղ վիճակ ստեղծվել էր մայիսի 30-ին, երբ նրանք կարողացան Ախուրյան գետը անցնելուց հետո գրավել նաև Ախուրյանից այս կողմ ընկած շրջաններ։ մտել են Գյումրի քաղաք բանի մեջ, հենց Քաղաք չէր դեռևս, գյուղ Յուսուֆ Փաշայի ղեկավարությամբ, չէ՞, այդ ժամանակ Յուսուֆ Փաշան էր, հա։ Չնայած ռուսական կայազորը փոքր էր, բայց կարողացավ հետ մղել թուրքերի այդ առաջին հարձակումը։ 2-3000 հոգի են, Նեսվետաև գեներալի ղեկավարությամբ, Այդ գեներալ-մայոր Նեսվետաևի գլխավորությամբ հետ մղեց։ Մի քանի օր անց թուրքերը երկրորդ հարձակումն արեցին արդեն Հեզելազորով։ Ու Հեզելազորը կարողացավ գրավել քաղաքը, բայց մարտերը շարունակվել, ես էլ ասի քաղաք։ հա, էլի դե, հա, մենք ասում Գյումրի գյուղը։ Բայց մարտերը շարունակվեցին եւ ռուսական կայազորը հավանաբար տեղացի կամավորների օժանդակությամբ կարողացավ թուրքերին հետ մղել նորից Ախուրյանի մյուսապ։ հիշողությունների մեջ կա Հաուրատ հայ բանը հայ Հեզելազոր
ինչ որ եպիսկոպոսի մարդկանցից եկե միացել են, օգնել են, էլի։ Այսինքն ոչ թե հավանաբար, այլ հաստատ հայերը մասնակցել են այդ։ Հայերը հաստատ մասնակցել են, բայց կոնկրետ այդ մարդի մասին է խոսքը, որը Գյումրիի համար է մեղվել, էլի։ Քանի որ մասնակցել են շատ դեպքերում, դրա համար էլ ասացի հավանաբար։ Բանը հայ Ընդ որում այդ Յուսուֆ Փաշան մի քանի անգամ Նեսվետայևին գսե թե հանձնվի, մենք շատ ենք, կան էնել գսե արեք նայենք, որ ենք շատ էլի։ Դե թուրքական բանակը երբևէ ռուսական բանակի կարգապահությունը չի ունեցել։ Այն ժամանակները Ռուսական բանակը եվրոպական ավելի շուտ գերմանական տիպի բանակ էր։ Ոչ թե ասիական տիպի, ինչպես թուրքականն էր, պարսկականն էր։ Դրա համար էլ շատ հաճախ փոքրաթիվ լինելով հաջողությունների էին հասնում։ Իշքան նայես էստեղած սաղ այդ կռիվների ժամանակ թվով միշտ քիչ են եղել, բայց միշտ հաղթել են, էլի։ Ու բանը այդ շարունակվել է մինչև 19-րդ դար։ 19-րդ դարում, երբ թուրքերն էլ, պարսիկներն էլ վերափոխումներ կատարեցին, եվրոպականացրին իրենց ռազմական այդ հաստատությունները, այն ժամանակ արդեն վիճակը բավականին փոխվեցավ, Ուրեմն այդ նույն ժամանակ ռուսական ուժերը նույնիսկ փորձ են արել երկու անգամ, մեկ 1804 թվականին, մեկ 1808 թվականին Երևանը պաշարումով գրավել, որպեսզի հանձնեն, բայց այդպես էլ նրանց արդյունքի հասնել չէր հաջողվել, մանավանդ երբ մարդերը մղվում էին ամառը, Արարատյան դաշտը իր տոթով ռուսական ռուս զինվորների համար անտանելի բաներ էին դրանք, անհաջող մի խոսքով երկու անգամ էլ անհաջողության մատնվեցին եւ միայն երկրորդ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ 1827 թվականին նոր Երևանի գրավումից հետո կարելի է ասել, որ ներկա Հայաստանի ամբողջ տարածքը անցավ Ռուսաստանի տիրապետության տակ։ Պարոն Պետրոսյան, մի հատ ճշտում կուզեմ ուրեմն ստեղ։ Այդ 1807 թվին ստեղ եղել է դոր ռուսները կսեն Արպաչայսկое сражение։ Ինչ? Արպաչայսկое сражение։ Արպաչայի ճակատամարտը։ Այդ հենց այդ Նեսվետայևից սկսած, այսինքն ինքը ճակատամարտը բուն դեպքերը տեղի են ունեցել փոքր Կարակլիս են ժամանակ Ազադանն է, չէ՞, այդ փոքր Կարակլիսը։ Այսինքն գեներալ Գուդովիչը, երբ որ հիմնական ուժերով կուկա է 5-6000 հոգով, կուզեն բանեն են, ֆլանգից անցնին Արպաչայի հետևից թուրքերի վրա հարձակվին։ Բայց եղանակը շատ վատկյան է, գիշերը ստիպված քնին բդի թուրքերը գիմանան մանյովրը։ Ու Յուսուֆ Փաշան կերտա իրանց հագարակ դեմ ինքը կանցնի Արպաչայը, գեներալ Գուդովիչը գտնի շատ վատ վիճակի մեջ տեղ։ Այդ դեպքերը դուք մանրամասը կարող եք, չէ՞ թե ես պրոստը գիտեմ, Պավելցնեմ բանի համար, էլի մնացածը շարունակի։ Խնդրեմ։ Ուրեմն այնտեղ 4 հատ կառ է գեներալ Ռոզեն, չէ, բարոն Ռոզենը, Պարտնյակինը, Ուշակովը, մեկ խոսքով շատ վատ վիճակի մեջ գտնին պրամոյ այդ արտիլերիստական բանի տակ։ Սա այդ ժամանակ Նեսվետայևը ստեղ իր այդ 2000 հոգով Սարատովսկի պոլկով կտեսնի որ սա գնացել են ստեղից կանցնի, ինձ թվա ինքը դայգու կողմերն է եղել երևի, հա, իր հիմնական տեղը։ Կանցնի կհարձակվի հենց թուրքերի լագերի վրա։ Հենամ կնդից կիմանան որ Նեսվետայևը ստեղ է, պանիկայի գին, ու ստեղից քշեք մինչև համարյա ղարս է հասել, այդպես հետևներից ընկնելով։ Ու այդ սաղ Արպաչայի ճակատամարտի սաղ լավրերը Նեսվետայևին կվերագրվի, էլ չգիտեմ քանի տասնյակ հրանոթներ, գերիներ, մեկ խոսքով, այդ 2000 հոգով սաղին ջարդել է, Գուդովիչը եթե կանչի, այդ բանը ղարսի ամրոցի մեջն էլ է մտել։ Սպասել է մարդ չի եկի, հետո թողեց ու սեկե եթե։ Այդպես էլի այդ պատմությունը, հա։ Իր հուշերի մեջն է, հա։ Դիք պոտոյի մոտ եմ կարտացել ես։
Կավկասկая վայնա, շատ մանրամասն նկարագրած է, պոտոլը հեչ ուսումնասիրել եք գործերը։ Պետք է որ ինքը հայտնի Չէ, շատ։ քանի որ ես հին շրջանի մասնակից Հա, եմ, եւ դրա համար մեր քաղաքի հետ կապված այդ դեպքերը այդ առումով գիտեմ, Հա։ որտեղ մեր քաղաքի հետ են կապված։ Հա։ Ոչ թե որպես այդ շրջանի մասնակից, այլ պարզապես մեր քաղաքի պատմության մաս։ Հա։ Իսկ ես այսօր բանը ձեռնարկել եմ, կուզեմ հենց մեր քաղաքի մասին էլի, պատմությունը դեռ ձեզ Ավելի մանրամասն։ Հա, բանը։ Ուրեմն այդտեղ ուրեմն այդ ժամանակ էլ Արագածի լանջին Աբաս Միրզան 30,000-նոց պարսկական զորքով նայեկը Ազադանի ճագանավարտին թող պետք է հաղթե։ Եթե ռուսները պարդվեին գա այդ 30,000-նոց բանակը կար ստեղ կոդորած պիտի սարքեր։ Տեսնին որ թուրքերը փախան, իրանք է դառնան ետքեր տալ էլի։ Հա։ Ու հա, այդտեղ ուրեմն Նեսվետայևը այդ ինչի համար ես կպատմեմ։ 1804 թվականին Նեսվետայևի Տուչկովի այդ դեպքերից հետո Արտիգով Գյումրին միանակը վրացական թակավորությանը, չէ՞։ Թակավորություն չէ, Ռուսաստանի Հա, կազմում։ ռուսա այդ բանին։ Ինչ կոչվել։ Ռուսաստանի կազմում դա թակավորություն չէ։ Կուզեմ ասեմ, այդտեղ եղավ Գյուլիստանսկի միր, չէ՞, մինչև Թուրքմանչայ Հա, հասնը։ դա 23 թվականի 1823 13 կարծեմ, 13։ 13, հա, 13 թվականի։ Այդ Գյուլիստանսկի միրով, չէ՞, Գյումրին մտավ Ռուսաստանի կազմի մեջ արդեն։ Իսկ Երևանը արդեն 26-27 թվականին այդ Պասկևիչից հետո 27, այդ 28։ Թուրքմանչայի պայմանագիրն է։ Ադիք արդեն պարսկա-թուրքական պայմանագիր է։ Հա, բաներ։ Ուրեմն ամբողջ ներկա Հայաստանի տարածքի մեծ մասը Գյուլիստանի պայմանագրով դեռևս մնում էր Պարսկաստանին։ Հա։ Իսկ Թուրքմենչայի պայմանագրով նոր միացվեց Ռուսաստանը։ Հա, բանի ինչ Գյուլիստանի պայմանագրով միացան մեր Շուրագյալը ու Գանջան, չէ՞, եթե չեմ սխալվի։ Բանը ամբողջ եւ ներգայիս Տավուշի մարզը եւ Լոռու մարզը եւ Գեղարքունիքի մարզը դրանք արդեն բանը միացած էին 13 թվին։ հա 13 թվին Հա։ Գեղարքունիքի մարզը ամբողջությամբ չէ բայց Լոռին Շիրակը Տավուշը Գիտեմ որ Ցիցյանովը Գանջան էլ եկել, այսինքն պետք է միացած է ունի։ Հա, այն կողմերում հա։ Հա, այն մինչև այնտեղ հասել է։ Իսկ արդեն Թուրքմանչայով Երևան, Նախիջևան այն հարավային մասերը։ Ադրբեջանի ներկայիս հիմնական մասը նույնպես Գյուլիստանով միացել էր Ռուսաստանին։ Այն Բաքվի կողմն էլ, հա։ Հա, ամբողջությամբ։ Հա։ Այն Շեկինսկը, Խանստվը, Բակինսկը, չգիտեմ, այնտեղ լիքը կային։ Մինչև հմիկվա Իրանի հետ ունեցած Ադրբեջանի սահմանը։ Հա, Գյումրու հետ կապված մի հատ էլ դեպք միտքս ընկավ Գասան խանի մասին ինչ-որ բան հիշեք։ Ինչի մասին։ Հասան խան եղել է, որ եկեք շատ ավերվածություն է երել այստեղ ինչ-որ։ Բայց լավ չգիտեմ այդ բանը։ Շատերը խառնել են իրար, որտեղ ես դասակրկերում եմ հանդիպել խառնագությանը, ուրեմն թուրքական ծագումով խաներն էին, որոնք պարսկական շահի հրամանով ֆերմաններով Երևանի խանությունը գլխավորում էին, դառնում էին Երևանի խաներ։ Ուրեմն 26-28 թվի 1826-1828 թվի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ խանը, Երևանի խանը, որ նաև Սարդար էր կոչվում, այսինքն անդրկովկասյան պարսկական ուժերի ընդհանուր հրամանատար։ Հուսեյնն էր։ Ոչ թե Հասան, այլ Հուսեյնը։ Հասանը նրա եղբայրն էր, որը նաև Երևանի Բերդի պարետն էր։ Հա, ճիշտ է։ Այդ վայրագությունները որ արել է Հուսեյն խանն է արել։
Այդ որ եկել են ստեղ բայա էս Եվ Շիրակում, եւ Փամբագում, եւ Լոռիում հարյուրավոր հայկական գյուղեր է գրավել։ էս բայանդուրում լավ մորտ է եղել ինչ որ, չէ, ես լավ չիտեմ, բայց բայանդուր ազադան այդ կողմերը էլի։ Փամբագը Չէ, բայանդուր ու ազադան այդ կողմը, այդ Հուսեյն խանը, ընդհանրապես Շիրակը։ հա, Շիրակը վերագրաված են եղել։ հա, Փամբագը բանը վերագրաված են եղել, նույնիսկ մտել են Լոռի։ հա։ Այդ 26 թվին, չէ։ Հա, 26-28 թվի 1826 թվի։ թուրքական ռուս-պարսկական պատերազմի սկզբնական շրջանում էր դա։ Հա։ Ռուսները հələ լավ կա բան չեն ունեցել այստեղ, գարնիզոն, նրանք էլ Հա, օգտվել են, հա։ նահանջեցին, ռուսները նահանջեցին ուղղակի։ Այն Սպիտակի մոտ բան կա։ Հուշարձան կա։ Մոնտրեզորի։ Զոհված ռուսական զինվորների։ Տեսել ես այդ Մոնտրեզորի լետեդիկ, բայց ավելի շուտ վատ հետքերի հուշարձան է, դիք 1806 թվի հուշարձան է, դիք երբ որ Ծիծյանովը Երևանը գրավեր, այդ ժամանակ այդ Մոնտրեզորին ուղարկել է, թե գնա հասի այն վաղ բաներ, չէ, Կիրովական Թիֆլիս էր հիմնական զորքերը, այսինքն պարսիկները կտրել էին, Մոնտրեզորին կուղարկի, որ ճամպեն բաց մնա, տիլերից բանը կա, այդ բան է, այն 300 սպարտանցի պես պատմություն է, ինչ որ 100 հոգով մեր 3 օր կռիվ են երել, ու սաղ մերել են այդտեղ, վերջում չեն հանձնվել։ բան այնտեղ մենակ պարսիկները չեն եղել։ Շրջակա այդ բանը երկու թուրքական գյուղ կար մինչև 1918 թվը։ Դրանց բան աշխարհազորները պարսիկների հետ եղել։ Ուրեմն եկանք հասանք 26-28 Տերևանը բան, Գյումրվա մոմենտով մեկ է 15-37 թիվ, հա երևի որ ցարը կա։ 37 թվին բանը պարզապես Նիկոլայ առաջինը ժամանեց, որպեսզի տեսներ թե այդ ինչ հաղթանակներ են տարել, Կոմսեր Իվանսկի է տարել բանը եւ Հա, Պասկևիչը։ Հա, Գուդովիչը Արպաչայսկի սրաժենիայի համար ֆելդմարշալի կոչում է ստացել, ֆելդմարշալի։ Այսինքն ստեղ ակին իրանք Պարտնյագին, Կարյագին, Նեսվետայով չիդեմ։ Այդ բանն էլ զատո Պասկևիչն էլ ինչ էր, Երևանսկի ինչ։ Երևանսկի, գրաֆ Գրաֆը, Երևանսկի։ հա, մեծ շատ բան է, էլի։ Հա։ Բայց բանը Նիկոլայ առաջինը տեսել էր Երևանի պետք ասել էր կավե կջուջը։ Հա, կավե կջուջը սկանկերի վեկերը չէ կրած է գրավեք էլի, հա։ Բանը, հա, այդ Նիկոլայի հիշողություններից էլ հետաքրքիր է, որ Իգեշմիածին է գնացել, չէ, իրան դիմավորել են, ընդեղ ծնգի է եկել մեր կաթողիկոսի բանի, այդ նվերներն է, երբ վերեն, ինչ որ այդ եկեղեցի Ինչ որ նման բան է եղել, չէ, պահել էին, ու որ Երևանքու կա, որտեղ Չիչյանովի ժամանակ թալանել էին փաստորեն։ Դե իրանք մատուցենդիկ որպես ոչ թե թալանել են, այլ պահել են, որ չթալնեն, Նիկոլայն է բերե եդ է տվել սաղ, ու իրոք բերե եդ է տվել, հա, բանը, ու Նիկոլայը կսեոր ուզեցել է Արարատը տեսնի, մի օր երկու օր մնացել է անընդհատ մառախուղ եղել, այդպես է չի տեսել Արարատը։ Հա, նույնիսկ Պուշկինը չտեսել Արարատը։ Չնայած գրում է որ Արարատն է, բայց Արագածն է։ Հա, խառնեց, ճիշտ է, կսե բանը, կսե Արագածը տեսանք ու մտանք Գյումրի։ Հա, թե բանը։ Չնայած մեր քաղաքից էլ երևում են 12 արգանի շենք ունեինք, որ թեքվել էր։ Հետո պայթեցրին երկրաշարժին։ Հա։ Բանը ընկերոջս հետ բանը բարձրացանք 12-րդ հարկ, խնդրեցինք Արագածը։ Հա, Արագածը մեր տնից է Երևան։ Հենց չէ, լուսան։ Արագածը չէ, հենց Արարատը, Արարատը, հա։ Մասիսի քաղաքը երևում։ Ինչի՞ Բայց Պուշկինը ոչ թվին էր, 20 ոչ թվին։ Ինչը։ Պուշկինը ոչ թվին է եկել։ 1828 28։ 28 թվին, երբ որ ռուսները նոր Ախուրյանը դարձրել էին սահման։ Հա, Գրիբայեդովն էլ է, չէ, այդ ժամանակ։ Հա, Գրիբայեդովին էր բաներ։ Դիագապերին։ Չէ, երկու անգամ եղել է Գյումրի ինքը։ Բայց մի անգամ չի մտել, որտեղ ուժեղ տիֆի բան է եղել։ Հենց բանը։
Բզովդալի այդ բանը Լեռնանցքում Գրիբայեդովը տեսել է բանը Պուշկինը տեսել է այն մարդկանց, որոնք Գրիբայեդովի դիակն էին։ Հա, արդեն դիագն։ Գրիբայեդովի հետ կապված էլ հետաքրքիր բան կա Գյումրի գալուց ինքը նամակ ստանա Թիֆլիսից որ այդ առաջարկ չավճաված էր կնոջը, հա։ Ճանճավազի։ Ինքը առաջարկ էր ամուսնանալու ու թողե գնացել էր ու նամակ ու կա որ հերը բաներ է Պլագասլավից ինչ հայերեն Հա, в общем, օրնել է իրան։ հա, հերը տվել է Դավրոնը ուրախ ինքը կսե պետք է մտնի Գյումրի, բայց Գյումրիում ինչ որ տիֆի էպիդեմիա կեղնի այդ ժամանակ տիֆի թե ինչ, պես է քաղաք չի մտնի, կմնա դուս էլի։ Հա։ Ու 37 թիվ ուրեմն այդ ցարի կալն է, եկեղեցին կտնե, չէ։ Հա, բանն է, Բերդի եկեղեցին է։ Հա։ Ալեքսանդրայի անունով է։ Իսկ Բերդը ռուսական ոչ թվերից են սկսել կառուցել։ Ընձի գտրատը ես նույն 37 թվին ինքնոր եկել էր այդ ժամանակից ու հիմնադրել են պետք։ Չէ, ժամանակ ինքը հիշողությունների մեջ Գրեգոր եկա տեսա բարոն Ռոզենի կատարած աշխատանքները Բերդի։ Կսե հիացա ինչ ձևի էր կազմակերպել, այսինքն ինչ որ արդեն սկսել են սարքել մինչև իրակալը։ Դե կարող է ավելի շուտ էլ սկսած է ունենալ։ Լավ մի հատ ստեղ էլ արագ ասնենք էլի 37 թվին հիմնված քաղաք, հետո ինչ դեպքեր կան որ գհիշենք մենք Գյումրու Քաղաքը ավելի շուտ պետք է հիմնված լինի, որովհետև քաղաքը հիմնողները գաղթականներն էին, Արևմտյան Հայաստանի քաղաքներից եկած գաղթականներն։ Այսինքն լավ, սպասենք, եթե 1804-ից 7 թիվը արդեն միացել է Ռուսաստանին, այդ գաղթը սկսվել է 20 այդ ժամանակ գաղթ չկար։ Բայց երբ է սկսվել գաղթը։ Գաղթը մենակ Ադրիանապոլսի պայմանագիրը կնքելուց հետո 29 թվին 1829 թիվ։ Դից հետո մոտ 100,000 արևմտահայ գաղթականներ եւ քաղաքային բնակչություն եւ գյուղական բնակչություն։ Բանը գյուղական բնակչությունը պարզ է դադարք գյուղեր կային։ Ադրիանապոլիսի թե Թուրքմանչայի պայմանագրով յեդեկան, որտեղ այնտեղ կետ կար, չէ, Թուրքմանչայի։ Թուրքմենչայով էլ եկան պարսկահայեր։ Հա, դեղից Իսկ սրանք արևմտահայեր են, թուրքահայեր են։ Հա։ Մեր բանը քաղաքի հիմնական բանտվողը Արևմտյան Հայաստանի եւ Փոքր Ասիայի քաղաքներից եկած հայ արհեստավորներն ու առևտրականներն էին։ Իրանք են փաստորեն քաղաքը հիմնադրել։ Հա, Էրզրումի հա։ Դե կայսերը ինչի՞ դի բանը գյուղին քաղաքի ստատուս տար։ Տեսել որ քաղաքատիպ բան են սարքել։ Հա։ Տվել է Չէ, բայց քաղաքի կար, ստատուս։ չէ, գեներալնի պլան ունին քանի հատ։ Հետո է եղել այդ բոլորը։ Գեներալնի պլան բան հետո։ Размещение русского гарнизона կար պլան, չէ, դիսախ բան է, քանի հատ է եղել գեներալնի պլան, 4 հատ։ Գարնիզոնները։ Չէ, գեներալնի պլան 1800 թվերին քանի հատ է եղել, մե 3-4 հատ եղել է, ես գիտեմ։ Բայց քաղաքը որպես քաղաք հիմնադրել են բան Արևմտյան Հայաստանի քաղաքաբնակները։ Այսինքն 28 թվից մինչև 37 թիվը շինարարություն է արդեն ստեղ եղել, հետո ցայնոր եկել է տեսել է ինչ Տեսել որ արդեն քաղաքատիպ բան է, հա, նոր տվել է ստատուսը։ հա, պլան են կզե, ահա։ Ընդ որում հետո էլ է շարունակվել։ Տեսօրինակ Փոքր Ասիային չէր վերաբերել այդ բանը Ադրիանապոլսի պայմանագիրը։ Փաստորեն կվերաբերել Արևմտյան Հայաստանի այն մասին, որն որ ռուսները գրավել էին պատերազմի ժամանակ, բայց հետո հետ տվեցին։ Հա։ Այդ 26-28 թվի պատերազմի 28-29 թվի ռուս-թուրքական։ Հա, այնտեղ պարսկականներ, հետո մեջից ռուս-թուրքականը սկսվի։ Հա, իրար հետևից է ոնը։ Հա։ Այդ նույնիսկ գյումրեցիների բան ազգանուններին որ նայես, կանոր ամիջապես կզգացվի որ իրանք եկել են Փոքր Ասիայի թրկախոս քաղաքներից։ Օրինակ, որ ազգանունները։ Օրինակ Չարչօղլյան։ Հա, Չարչօղլի, Օղլի։ հա, Օգոդյան։ Որ բանը Տիգնոջս համարսի
իրանց սկսեն միտին օղլենց, բայց միտինյան կկրվին, լավ որ օղլին հանել են, էլի։ Մենք ունենք Թամիրյան ու Թամիր Օղլյան, նույն բանն է, Գերդաստանն է, երկու ճյուղով, էլի կան բանը, մեր մայլ Հանես Օղլյաններ կային, Հանես Օղլյան, Օղլի, Հանես Օղլի, դոնք շատ պարզ կերևա որ թուրքախոս են եղել, էլի, էգազները։ Պատահական չէ, որ ես միշտ սել եմ, որ փաստորեն քաղաքը ստեղծվավ արևմտահայ քաղաք, արևելյան Հայաստանի տարածքում արևմտահայ քաղաք։ Եվ Գյումրին իր ամբողջ արհեստավորական այդ ավանդույթներով, բաներով լրիվ նույնն է, ինչ որ արևմտյան Հայաստանի քաղաքները։ Երզանումը հատկապես։ Կոնկրետ Էրզրումը, նաև այն ժամանակ Ղարսը դաժե այնպես վերսիա կա, որ Ղարսը հագարակ գաղթել է եղել։ Դիք ճիշտ է, որովհետև երբ ռուսները հաղթեցին, Ղարսի թուրքերը գնացին։ Հա։ Հայեր եկան։ Այսինքն նոնք ով որ եկել էին Գյումրի, Ալեքսանդրոպոլ, դոնք բայց ծնունդով Ղարսեցի են եղել, էլի գնացել են Ղարս։ Բոլորը չգնացին բնականաբար, ով որ հարմարվել էր մնացին այդ տեղում, մնացածները նորից գնացին Ղարս։ Ասենք թուրքերը պարտվել են, թուրքական մասն է գնացել, հայկական մասն է շատացել։ Ղարսը անընդհատ պես բան, տաղանվել է։ Սահմանի վրա իսկական բան, կրակն են ընկել ցիվիլիզացիայի դերձերը։ Մանավանդ դիրքը շատ բան է, չէ։ Հա։ Հեչ մեկ քաղաքում 4 անգամ շտուրմ չի եղել։ 4 անգամ ռուսները գրավել են, 4 անգամ է առանց կռվի տվել են։ Առանց կռվի դիգի ամենապանը։ Ինչ գնով են գրավել ու ինչ են տվել, պրոստը տակ էլի։ Լավ։ Եղավ շատ շնորհակալություն։ Հա, Խնդրեմ։ Ձեզ էլ բանը։ Միշտ լավ կդիմավորեք, շատ շնորհակալ եմ ձեր հյուրասիրության համար։ Ժողովուրդ ջան, տեսակ, հա, այս էլ սկանը պատմեցինք, մյուսներ կնայենք, կորոշենք, կշարունակենք։ Շնորհակալ եմ։